Գոյամարտ հեռուստասերիալում Ռոզիի կերպարը մարմնավորող դերասանուհին Զարա Արամյանի դուստրն է Էլեն Գասպարյանը։ Այս փաստը շատերի համար դարձավ հաճելի բացահայտում, իսկ ոմանց համար իսկական անակնկալ։ Թեև Էլենը վաղուց հայտնի է հեռուստադիտողին որպես հաղորդավարուհի և հանրային դեմք, նրա հայտնվելը սերիալում որպես դերասանուհի նոր էջ բացեց նրա ստեղծագործական ճանապարհին։ Ռոզին Գոյամարտի այն կերպարներից է, որը միանգամից ուշադրություն է գրավում։ Նա ունի դուստր, անցած կյանքի փորձ, ներքին հակասություններ և զգացմունքային բարդ աշխարհ։ Սա այն կերպարն է, որը չի սահմանափակվում միայն սիրային գծով, այլ ունի սեփական պատմություն, ցավ, հիշողություն ու ընտրություն։ Ռոզին սիրային կապի մեջ է Ավոյի հետ և հենց այդ հարաբերությունն է խոստանում սերիալի հետագա զարգացումներում դառնալ լարված ու հետաքրքիր սյուժետային առանցք։ Իհարկե, նրա կերպարը դեռ չգիտի, որ Ավոն երկակի կյանք է վարում ու ունի կին, բայց ամեն դեպքում հեռուստադիտողի աչքին նա դիտվում է որպես սիրուհի։ Էլեն Գասպարյանի խաղն աչքի է ընկնում զուսպ ու բնական մոտեցմամբ։ Նա չի փորձում կերպարը ծանրացնել ավելորդ էմոցիայով կամ ցուցադրական խաղով։ Ընդհակառակը, Ռոզին ներկայացվում է հանգիստ, բայց խորքային, ինչը թույլ է տալիս հեռուստադիտողին հավատալ կերպարին արդեն առաջին տեսարաններից։ Շատերը նշել են, որ նրա խոսքի մշակույթը, շարժումները և ներքին հավասարակշռությունն ակամայից հիշեցնում են Զարա Արամյանին։ Սակայն Էլեն Գասպարյանը միշտ շեշտել է, որ չի ցանկացել իր ճանապարհը կառուցել մոր անվան վրա։ Նա երբեք չի ներկայացել որպես հայտնի մարդու դուստր և երկար տարիներ աշխատել է, որպեսզի իրեն ճանաչեն որպես ինքնուրույն անհատ։ Այդ սկզբունքայնությունն այսօր առավել տեսանելի է նրա դերասանական աշխատանքում։ Ռոզիի կերպարը ոչ թե կրկնօրինակ է, այլ ինքնուրույն ստեղծված կերպար իր ներքին տրամաբանությամբ։ Զարա Արամյանի արվեստը միշտ առանձնացել է մարդկային պարզությամբ ու անկեղծությամբ, և այդ արժեքներն ակնհայտորեն փոխանցվել են դստերը։ Թվում է Էլենը բեմ կամ էկրան է բերել ոչ միայն դերասանական ձգտում, այլ նաև ընտանեկան մշակույթ, վերաբերմունք արվեստի նկատմամբ, պատասխանատվություն խոսքի ու կերպարի հանդեպ։ Գոյամարտ սերիալում Ռոզիի հայտնվելը սերիալին հաղորդում է նոր շունչ։ Նրա կերպարի շուրջ դեռ շատ բացահայտումներ են սպասվում՝ անցյալի գաղտնիքներ, ընտանեկան հարաբերություններ, սիրային բախումներ։ Հեռուստադիտողներն արդեն սկսել են քննարկել ինչ ճակատագիր է սպասվում Ռոզիին և ինչպես կզարգանան նրա հարաբերությունները Ավոյի հետ։ Այս դերը կարելի է համարել Էլեն Գասպարյանի համար կարևոր քայլ։ Այն ոչ միայն դերասանական փորձ է, այլ նաև վստահության ցուցանիշ հեղինակային սերիալում ընդգրկվելու առումով, իսկ հանդիսատեսի հետաքրքրությունը փաստում է, որ Ռոզին արդեն ունի իր տեղը սերիալի պատմության մեջ։ Այսպիսով, Ռոզիի կերպարը մարմնավորող դերասանուհին ոչ միայն Զարա Արամյանի դուստրն է, այլ նաև մի կին, ով փորձում է իր ճանապարհը կառուցել սեփական ձայնով, սեփական ընտրություններով ու սեփական կերպարներով։ Գոյամարտն այդ ճանապարհի կարևոր կանգառներից մեկն է և ակնհայտ է պատմությունը դեռ նոր է սկսվում։ Ռոզիի կերպարի շուրջ հետաքրքրությունն օրեցօր աճում է և դա բնական է։ Գոյամարտում նա հայտնվում է ոչ թե որպես անցողիկ հերոսուհի, այլ որպես պատմություն ունեցող կին։ Էլեն Գասպարյանը կարողացել է Ռոզիին փոխանցել ներքին լռություն, որը հաճախ ավելի խոսուն է, քան երկար մենախոսությունները։ Էլեն Գասպարյանի համար այս դերը կարևոր փուլ է նաև անձնական առումով։ Նա հայտնվում է էկրանին մի շրջանում, երբ հանրային ուշադրությունը հատկապես զգայուն է նրա հանդեպ, բայց նրա խաղը ցույց է տալիս, որ նա չի փորձում օգտագործել այդ ուշադրությունը, այլ կենտրոնանում է աշխատանքի վրա։ Դա ևս մեկ անգամ հաստատում է նրա նախկին խոսքերը ինքն իրեն ապացուցելու և ոչ թե անունից օգտվելու համար։ Դիտողների արձագանքները հիմնականում դրական են։ Շատերը նշում են, որ Ռոզին ապրում է ոչ թե որպես գոյություն ունի սցենարի համար, ոմանք ընդգծում են, որ նրա կերպարը սերիալին ավելացնում է ավելի հասուն շերտ, ավելի լուրջ հոգեբանական գիծ։ Ակնհայտ է, որ առաջիկա սերիալներում Ռոզիի կերպարը դեռ շատ բացահայտումներ ունի։ Նրա անցյալը, հարաբերությունը, ընտրությունը դեռ ամբողջությամբ իր խոսքը չի ասել, իսկ Էլեն Գասպարյանի համար
Սա հնարավորություն է ոչ միայն ներկայանալու որպես դերասանուհի, այլ նաև ձևավորելու սեփական տեղը հայկական սերիալային դաշտում։ Այս ամենի ֆոնին Ռոզիի կերպարը դառնում է յուրօրինակ կամուրջ անցյալի և ներկայի միջև, մի կողմից Զարա Արամյանի թողած մշակութային ժառանգությունը, մյուս կողմից դստեր նոր քայլերը, նոր փորձերը, նոր ձայնը, և այդ շարունակությունն է, որ դարձնում է այս պատմությունը ոչ միայն հետաքրքիր, այլ նաև խորհրդանշական։ Պատմությունը դեռ ընթացքի մեջ է, Ռոզին դեռ շատ բան ունի ասելու, իսկ Էլեն Գասպարյանը ցույց տալու մնում է սպասել զարգացումներին և հետևել, թե ինչպես այս կերպարը կգտնի իր ամբողջական տեղը գոյամարտի աշխարհում։